Այս տեմպերով եւ այս քայլերով վաղը սրանք արդեն փոխելու խնդիր են դնելու հայոց այբուբենի հարց։ Կարող են ասել, որ Մեսրոպ Մաշտոցը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի եղել։ Օրինակ Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Մեծ Հայկի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում Հացակ գյուղում։ Հետևաբար դա սպառնալիք է Հայաստանի Հանրապետությանը, երբ որ այբուբենի հեղինակը պատմական հայրենիքից է եղել։ Եվ ասենք հանձնարարեն Դանիել Լեոնեսյանին գրի նոր հայոց այբուբեն։ Շատ հստակ է, չէ, որ Ադրբեջանը չունի կետ։ Իր վերջին կետը հայ ժողովրդի ինքնության ոչնչացումն է, որտեղ երկու անգամ ցեղասպանություն անելուց հետո մենք շարունակում ենք գոյատևել։ Ինչն է ամենահեշտ որևէ ազգին ժողովրդին ոչնչացնելու ճանապարհը։ Կտրել իր ինքնությունից, իր արմատներից։ Երբ որ միջազգային հանրությունը շարունակ խոսում է խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին եւ նաեւ ներկայացնում, որ Ադրբեջանի հետ ըստեյության քննարկվում են խաղաղություն հաստատելու դրույթներ, դրա մեջ կա երկակի ստանդարտներ եւ կեղծիք։ Եթե դա իրական խաղաղության մասին է, առաջին պայմանը, նախապայմանը, որ պետք է բավարարվի, դա հետեւյալն է։ Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, Բաքվում գտնվող ռազմագերիները եւ պահվող անձիկ պետք է ազատ արձակվեն եւ նորմալ հավասար պայմաններում տեղի ունենան բանակցություններ։ Այն փաստաթուղթը, որի անունը օրվա իշխանությունները եւ Ալիևը դրել են խաղաղության պայմանագիր, դա խաղաղության հետ կապ չունի եւ ըստ էության նոր կապիտուլյացիայի պայմանագիր է։ Նիկոլը ոչ արևմուտք է գնում, ոչ հյուսիս է գնում։ Ինքը գնում է դեպի Թուրքիա։ Հայաստանի Հանրապետության իշխանության արտաքին քաղաքական վեկտորը դեպի Թուրքիան է։ Թուրքիայի հպատակեցումը, Թուրքիային հպատակեցվելը։ Եթե այսօրվա ընդդիմությունը գնա այս իշխանության հետ որևէ հարցի շուրջ համագործակցության, հրաժարվի իր նախկին որևէ գնահատականից, մեկ թիզ, մեկ քայլ, մեկ սանտիմետր հետ կանգնի իր նախորդ գնահատականներից եւ համագործակցության եզրեր գտնի, այս ընդդիմությունը կդառնա Նիկոլ եւ որևէ բանով չի տարբերվի։ Առաջի աշխատանքը, որ պետք է անենք, հասանելի դարձնենք մեր ժողովրդին կենթանի շփումներով, մեդիա բոլոր ռեսուրսներով, տարբեր ֆորմատներով, հանդիպումներով Սահմանադրական բարեփոխման Ադրբեջանի հետ քննարկող փաստաթղթի իրական պատկերը, դրա վտանգավորության աստիճանը եւ այդ փաստաթղթերը մեր ժողովրդի համար դարձնել անընդունել եւ այդ ֆոնի վրա մարդկանց համախմբել, մերժել այդ process-ը եւ սա վերածել իշխանապողության գործընթացի։ Դա ենթադրում է գիշեր-ցերեկ եւ խորհրդարանում աշխատանք եւ խորհրդարանից դուրս աշխատանք, նաեւ միջազգային տարբեր հարթակներում աշխատանք լրջորեն մենք աշխատանք ունենք նաև ստեղ անելու Իրանի, Ռուսաստանի մեր գործընկերների հետ։ Իրոք տարին շատ բարդ եւ ծանր տարի է լինելու մեզ համար եւ առնվազն այս անգամ պետք է կարողանանք այս փորձությունը հաղթահարենք եւ երկիրը վերադարձնենք ազգային պետական ուղեգից ու ստեղծենք նոր որակի ազգային պետություն։ Ուրիշ ճանապարհ չկա։